2025 թվականին ինչ ձեռքբերումներ ունեցաք դուք։ 2025 թվականը մեծ ձեռքբերումների տարի կարող եմ համարել, լիքը լավ մեծ բեմերում եմ ներկայացել, մեծ հանդիսատես եմ ձեռք բերել այս տարվա ընթացքում, ամենակարևոր ու մեծ ձեռքբերումը դա կարող եմ նշել։ Հայաստանը ինչ ձեռքբերում ունեցավ։ Հայաստանը դժվար է ասել, չգիտեմ, ես գիտեմ, որ շատ Հայաստանում շատ վայրեր վերանորոգվել են, շատ ճանապարհներ են վերանորոգվել ու դա շատ հաճելի ու կարևոր գործ է, կարծում եմ։ Ամանորը սովորաբար ինչպես եք նշում։ Սովորաբար ընտանիքիս հետ միասին։ Այսքան տարի ճիշտ ասած չի եղել դեպք, որ տնից այդպես բացակայենք։ Կա որևէ ավանդույթ, որ պարտադիր ամեն տարի պահպանվում է ձեր ընտանիքում։ Նոր տարվան, ամանորին, դե որ բարեկամներով հավաքվում ենք, դա մշտական բնույթ է։ Կա որևէ ուտեստ, որ մշտապես պահպանվում է ձեր ընտանիքում, սեղանին դրված է լինում։ Ընդհանրապես թե էլի ամանորին։ Ամանորի հետ կա։ Բոլոր հարցերը ամանորին են վերաբերվում։ Դե տոլմա, աղցաններ ունենք, որ մայրս միշտ պատրաստում եմ, բայց տոլմա հաստատ։ Եթե պիտի պահեք միայն մեկ ուտեստ, որն է ձեր նախընտրած ուտեստը լինելու։ Ես ճիշտ ասած ամանորի այդ ուտեստները չեմ այդքան սիրում, ես ավելի սուրբ զատիկի կերակուրն եմ նախընտրում, բայց երևի էլի տոլմա շատ եմ սիրում։ Եվ 2026 թվականին ինչ ձեռքբերումներ կցանկանաք, որ ունենաք դուք։ Նպատակներիս մասին ես չեմ սիրում խոսել, Աստծո կամքով ինչ Աստված կկամենա, թող այդպես լինի։ Ու ինչ կցանկանաք Հայաստանին, հայ ժողովրդին։ Ամենակարևորը խաղաղություն լինի, մարդիկ իրենց հոգու խորքում խաղաղ լինեն, դա է ամենակարևորը։